20-րդ դարավերջին Խորհրդային Միության տարածքի մասշտաբով ամենափոքր հանրապետությունում գլուխ բարձրացրեց ազգային ազատագրական պայքարը։ Հայ ժողովուրդը ոտքի ելավ պաշտպանելու իր հայրենիքն ու ինքնությունը։ Արցախայությունը վճռականություն ցուցաբերեց ինքնուրույն տնօրինելու սեփական ճակատագիրը։ Դարերի պատմություն ունեցող հայ-թուրքական կարծրացած թշնամանքը մասնագիտական գրականության մեջ որակվեց որպես լոկ-հայ-ադրբեջանական էթնոտարածքային կոնֆլիկտ։ Պետք էր գործել բոլոր ոլորտներում։ Այդ տարիներին աշխատող լրագրողների սերունդը դարձավ արցախյան վերածնված շարժման ականատեսն ու վավերագրողը։ Դրսում ապրող հայն ու Արցախի հարցին անտեղյակ հանրությունը պիտի իմանար ամբողջ իրականությունը հայ ժողովրդի մղած պայքարի մասին։ Ղարաբաղյան շարժումը երբեք չի մարել, միշտ էլ եղել է 60-ական թվականներից սկսած, ինչու չնայև 50-ական ընդհատակում էր գործում, բայց 88-ին ինքը արդեն պորտկաց ու դուրս եկավ ընդհատակից։ Այն ժամանակվա խորհուրդը մեծ նշանակություն ունի, մենք պետք է պատմությունից դասեր առնենք, մենք ինքներս ինքնակազմակերպենք, որպեսզի այս դժվարին իրավիճակում հնարավորություն ունենանք հաղթահարելու բոլոր կարգի մարտահրավերները։ Мы своим голосом, как мне кажется, внушали оптимизм, надежду. Где бы я ни был, на обеде или где-то в городе, мне звонил тогдашний директор Гарри Григорян и говорит: срочно, бегом сюда, объявление о необходимости крови для раненого бойца. 1988 թվականի փետրվարը իսկապես սկզբնավորեց մեր հայ ժողովրդի նորագույն պատմության կարևորագույն փուլը։ Փետրվարյան շարժումը նաև մեկնարկ էր մեր ազատագրական պայքարի, մի պայքար, որը ի վերջո պետք է հանգեցներ անկախության, բայց փետրվարյան շարժման իմաստը համազգային զարթոնքի իմաստը այն էր, որպեսզի Արցախը վերամիավորվեր Մայր Հայաստանի հետ։ Սիրվարդ Մարգարյանը նոր էր ավարտել համալսարանը, երբ սկսվեց թափ առնել Արցախյան շարժումը։ Այդ օրերին երիտասարդ աղջնակը ակտիվ թղթակցում էր սովետական Ղարաբաղ թերթին։ Մի սովորական օր խմբագրությունում ստացավ ոչ սովորական հանձնարարություն։ Գուրգեն Գաբրելյանի աշխատասենյակում ինձ տվեցին մի գիրք «Բարադատե ռեբյոնակ», հեղինակը ադրբեջանցի էր, եւ ասացին, որ այդ գիրքը պետք է տանել Երևան, տալ Զորի Բալայանին։ Այնտեղ Զորի Բալայանի օջախագրքի մասին քննադատական կար եւ կար իր գլխին պես կոստացած գումար, որ թողած էին, ես տեսա այնտեղ Հրաչյա Բեգլարյաններ մեր մտավորականներով այդտեղ հավաքվում էին Գուրգեն Գաբրելյանի աշխատասենյակում։ Տարա Երևան այդ գիրքը եւ ծանոթացա Զորի Բալայանի հետ ու հետագայում ինքը դարձավ իմ կնքահայրը, ինչի համար շնորհակալ եմ ես։ Այդ ընթացքում ես աշխատանքի անցա Գարուն ամսագրում։ Գարուն ամսագիրը ինքը մի օջախ էր, որտեղ մշտապես կար Ղարաբաղյան շարժումը եւ ընդհանրապես Գարունը այնպեսի մի ամսագիր է ժամանակի հետ կտրվածքով այնպեսի, որ բոլոր հարցերը այնտեղ էին բարձրացվում։ Փոքր ու մեծ երկրի հետ առնչվող, երկրի քաղաքականության հետ առնչվող, տնտեսական, սոցիալական, ինքը մի չմարող օջախ էր այսպես։ Նույն շենքում նաև Զորի Բալայաններ մի հարկ մեզնից բարձր էր, ինքը սեփական թղթակից էր այն ժամանակ լիտերատուրная գազետա, ու ես հաճախ էի այդպես գործի բերումով գնում էի ու մտնում էի իրենց սենյակ, աշխատասենյակ, եւ այնտեղ հանդիպում էի շատ ղարաբաղցիների, Ղարաբաղյան շարժման հետ կապված ես առաջին անգամ այնտեղ նրանցից լսեցի, որ ինչ որ բան է նախատեսվում, ինչ որ նամակներ, ստորագրություններ, բան, ու այդպես ես հայտնվեցի այդ կիզակետում։ Արցախյան շարժման ամբողջ ընթացքը կերտում էր մի նոր պատմական ժամանակահատված, որն անկախության սերունդը հետագայում սերտելու էր դասագրքերից եւ ամրապնդելու ականատեսների վկայակոչումներով ու պատումներով։ Հպարտությամբ շաղախված էջերը դեռ երկար էին կրթելու եկող սերունդներին։ Այս շարժումը եկավ փոխելու ամեն ինչ ու ամենքին։ Այդ օրերին լիովին այլ ընթացք ստացավ նաև Ասկերանի շրջանի գյուղերից մեկում դասավանդող ռուսաց լեզվի ուսուցչի կյանքը։ В учительскую пришли из РАНО Аскеранского и сказали, что, в общем-то, собираем подписи о воссоединении Карабаха с Арменией. Мы собрали, и потом вот начались вот митинги. Я ездил утром на занятия в Горов, возвращался, участвовал в митингах. Потом я перешел работать в Степанакерский горком комсомола. Там уже был другой стиль работы, то есть мы сами организовывали митинги, участие народа. Потом уже война, я служил в армии обороны, в батальоне связи.
Потом Боря Геворкян, он руководил русской службой радио и брал тоже у меня сводки с фронта. И он говорит, вот у нас типа конкурс объявлен на диктора русской службы, но если вот ты будешь участвовать, никакого конкурса нет, мы сразу тебя как бы берем. Արցախի մայր բուհն ավարտած ապագա պատմաբանը արդեն 3 տասնամյակ է տեղեկատվական դաշտն է ներկայացնում։ Շարժումը խմբագրեց Ռուզաննա Իշխանյանի ծրագրերն ու մատնանշեց առաջնահերթությունները։ Պայքարելու ժամանակներ էին, պետք էր արագ կողմնորոշվել գործունեության ոլորտում եւ կռվել ընտրված դաշտում։ Այն ժամանակ պատվիրակություններ էին Մոսկվա գնում էին հանդիպելու այն ժամանակ խորհրդային միության ղեկավարության հետ, մեր խնդիրներն էին դնում նրանց առաջ, որ սխալ է եղել Արցախի բռնակցումը Ադրբեջանին, որ սխալ է եղել 1921 թվականի հուլիսի 5-ի որոշումը, փաստորեն այդ որոշմամբ Արցախը բռնակցվեց Ադրբեջանին, մինչդեռ սա պատմական հայկական տարածք է, որտեղ հայը ապրել է հազարամյակներ շարունակ եւ դեռ պիտի ապրի։ Այդ ժամանակ հետաքրքիր էր նաև այն, որ դրսից հյուրեր էին ժամանում, տարբեր պետություններից, գալիս էին, ասենք, իրավապաշտպաններ, հասարակական գործիչներ, գրողներ, նաև լրագրողներ, մենք հանդիպում էինք նրանց հետ։ Մենք նրանց հետ հանդիպում էինք եւ խնդրում էինք, որպեսզի նրանք մեր պայքարը ներկայացնեն աշխարհում ավելի օբյեկտիվ, անկողմնակալ, ցույց տային, որ սա իսկապես այս պայքարը ունի եւ պատմական, եւ քաղաքական, եւ իրավական ու բարոյական հիմնավորումներ։ Հենց շարժման առաջին փուլում շատ ակտիվ էին Ռուսաստանի մտավորականները, դեմոկրատները, ասենք ես այսօր կարող եմ նշել Անդրեյ Նույկինի անունը, Վալենտին Օսկոցկո անունը, նրանց հետ ես այստեղ հարցազրույցներ եմ ունեցել եւ նրանք մեկ անգամ չէ որ եկել են այստեղ։ Այս մարդիկ եկել են եւ ցույց են տվել, որ խորհրդային միությունը բոլշևիկյան խորհրդային միությունը այն ժամանակաշրջանի բոլշևիկյան ղեկավարությունը սխալ քայլ է արել եւ այս սխալը պետք է ուղղվի։ Հենց լինելով նրանք Ռուսաստանի քաղաքացիներ, Ռուսաստանի մտավորականներ, այդ միտքն էին նրանք արծարծում ու սա շատ կարևոր էր։ Օրեցօր ուժգնացող շարժման առաջին ամիսներին Արցախը դեռևս հեռուստատեսություն չուներ։ Այդ օրերին արտակարգ դրության պայմաններում գոյատևող Արցախը նաև տեղեկատվական պաշարման մեջ էր։ Ռուդոլֆ Մարտիրոսյանին եւ այդ ժամանակահատվածում լրագրողական գործունեություն ծավալող իր գործընկերներին հաջողվում էր հմտորեն համադրել քաղաքացիական պարտքն ու մասնագիտական պարտականությունները։ Քաղաքում հայտնի Սուրիկ, իր կեղծանունը Պաստա Սուրիկ, մոտիկացավ ինձ, թե ասում է, ժողովուրդը հավաքվել է, մի բան պիտի անենք, թե չէ։ Ու տեսախցիկը վերցրած մենք արդեն սկսեցինք շրջագայել հիմնականում հրապարակում, եկանք ահա այստեղ, ժողովուրդը լիքը մայթերին բան, նույնիսկ տանիքից պատշգամբներից ժողովուրդը դուրս եկած եւ Արցախ, Հայաստան միացում այսպիսի վանկարկումներ կային։ Երբ որ արդեն եկավ Պոլյանիչկոյի, Սաֆոնովի այս կառավարման ժամանակահատվածը, արդեն ռուսական կոնտինգենտը այստեղ եւ պարետային ժամ էին սահմանել, իսկ օդանավակայանում արդեն բռնազավթել էին ադրբեջանական օմոնականները։ Այ մեր այդ նկարահանումները, ռեպորտաժները մեծ դժվարությամբ էին ուղարկում Հայաստան։ Մեր աշխատակից ունեինք հեռուստատեսությունում ինժեներ Մաքսիմ Բաղմանյան, նա որ տեղափոխվեց արդեն հասավ օդանավակայանում էր աշխատում, կոնսպիրատիվ կարգով թաքուն էինք, այդ կասետը պարետային ժամը արդեն ժամը 10-ից անց շենքերի արանքով էի տանում կասետը հասցնում իրանց հարևանի մոտ Գուրգեն Բաղդասարյան կա դասախոս, իրանց տուն էի մոտնում, իրան մայրն էր գալիս կասետը տանում, իսկ այն ժամանակ մտավախություն կար, որ կարող է գոյություն ունենալ գործակալական ցանց, ու այդ ինֆորմացիայի տակ, թե ովքեր են բերում ինչ շարժեն, անվտանգության աշխատողները գային ձերբակալ էին, ու պայմանավորված, երբ որ արդեն Բաղմանյան Մաքսիմը թե ամառային շրջանում մի Սարոշկայի տակ այն VHS կասետա կա, իսկ այն ժամանակ տեսախցիկները այսպիսի պրոֆեսիոնալներ չէին, մեզ կասետա Սարոշկայի տակ ոնց էր հասնում տալիս օդաչուին, օդաչուն հասնում էր Էրեբունի օդանավակայան, փոխանցում օդանավակայանի պետին, գլխավոր խմբագիրը արդեն
Հայաստանի հեռուստատեսության գալիս էին վերցնում տանում։ Ու շշմած էին այս ռուսները ընդհանրապես, ովքեր որ պարիտային ռեժիմ էին իրականացնում, ոնց է Արցախում տեղի ունեցող այդ իրադարձությունը հաջորդ օրը Հայաստանի հեռուստատեսությամբ լուսաբանվում։ Արդեն շարժումը հատակից դուրս էր եկել եւ Գարունի խմբագրությունում մեր Օժան Տեր-Գուլանյանը խմբագիրը ինձ կանչեց եւ ասաց այն ժամանակ ոչ հայտնի Վազգեն Սարգսյանը եւ Տիգրան Պասկևիչյանը աշխատասենյակում ասաց դուք նստեցեք եւ պետք է Ղարաբաղից ռեպորտաժներ գրես, կազմեցեք ծրագիրը։ Ես այդտեղ ծանոթացա Վազգեն Սարգսյանի հետ, ինքը հրապարակախոսության բաժնի վարիչն էր, նույն բաժնում էր աշխատում նաեւ Տիգրանը Պասկևիչյան, երիտասարդական, այդպես հրապարակախոսական։ Մենք նստեցինք միասին կազմեցինք ծրագիրը, որ ես պետք է Ղարաբաղից այսպես թարմ ռեպորտաժներ հաղորդեի Երևան, բայց արդեն շարժումը թափ ստացավ, արդեն հետո հետագայում արդեն ճանապարհները փակվեցին, ես իհարկե հասցրի մի քանի հոդվածներ գրել, նկարներ էի ուղարկում եւ արդեն իմ բաժնի վարիչ Վազգեն Սարգսյանը արդեն ռազմական գործողություններ 90-91-ին գնաց Երասխ, ու այդպես էլ ինքը մտավ բանակ, այդպես էլ մնաց մեր գործը կիսատ, բայց 91 թվականին Մհեր Դավոյանը թերթեր հրատարակում Ունետիկ թերթ։ Միջնորդեցին եւ ինձ ասացին Ղարաբաղից աղջիկ կա, որ ակտիվ թղթակցում է, այդպես ծանոթացանք, ես դարձա Ունետիկի սեփական թղթակից արդեն Արցախում եւ հոդվածներ էի արդեն գրում այստեղից։ Ելի ճանապարհները փակ, դժվար ես գնում էի аэропորտ, որ մի բան ուղարկեի տղաների միջոցով, Ամարասի տղաների, նաեւ Ամարասի կազմակերպության անդամ էի։ Մունետիկի սեփական թղթակից Սերվարդ Մարգարյանը Ստեփանակերտից գրում է։ Նրանք գրել էին այսպես խորագիրը Արցախ ջան, երկարացման նշանով, Արցախն էլ այսպես շեշտված, եւ ինչ որ ես այստեղից գրում էի այդ Սաֆոնովի ռեժիմի մասին, կինոթատրոններում ինչ է կատարվում, Խորհրդային Ղարաբաղ թերթը ինչ վիճակում է, պատառիկներ հոգեվոր կյանքից, նույնիսկ ես նամակ էի գրել, որ շատ դժվար է լուրեր հայթայթել, իրենք դրանք էլ էին տպագրում, ինչ որ Արցախից կար, սա հետաքրքիր է։ Երբ որ ԽՄԿ կենտկոմի գլխավոր ներկայացուցիչը Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի քարտուղարի հետ եկան, արդեն Գևորգովներ այն ժամանակ, դեռ այդ օրերին դուրս չէին գալիս ժողովրդին պատասխան տան։ Մարդիկ վանկարկում էին, պահանջում էին ադրբեջանական ԽՍՀ-ից դուրս գալ եւ միանալ հայկական ԽՍՀ-ին։ Հարգելի կենտկոմի աշխատողներ, դուրս եկեք ժողովրդի մի բան ասացեք։ Մարդիկ բարձրանում ես մի փոքրիկ բեմահարթակ կար ու չդիմացա, ես էլ բարձրացա, խոսեցի, դիմեցի ռուսերեն լեզվով, ведь это ваш народ, выходите и что-нибудь объясните, не надо так отклонить. Այն ժամանակվա մեր ցուցապաստարներում գրանցված էր ժողովրդների բարեկամության համերաշխության կոչերով ենք դուրս եկել։ Եվ Ադրբեջան ինչպես պատասխանեց, այ մի քանի օրից հետո Սումգայիթի ցեղասպանությամբ դիմավորեց, պատասխանեց մեր խաղացույցերն ու միտինգներին։ Հանրության մեջ մի այնպիսի խանդավառություն կար, կարծես թե վերածնվել ենք։ Իհարկե, Արցախյան շարժումը եղել է, միշտ էլ մեր նախնիները երբևէ չեն համակերպվել Ադրբեջանի այն քաղաքականության նկատմամբ, որ պիտի անպայման հայաթափվեր։ Եթե մեր Արցախյան կողոհաստությունը չլիներ, մենք կարժանանայինք Նախիջևանի հայության ճակատագրին։ Սա է, որ արցախցիներով մենք կարողացանք մեր կողոհաստությամբ համառորեն պայքարել մինչև վերջ ու հիմա էլ պայքարը շարունակվում է։ Մենք որպես լրագրող, որպես քաղաքացի պետք է լինեինք հենց այդ ցուցարարների կողքին առաջին գծում եւ որն էր այն ժամանակ մեր առջև դրված խնդիրը։ Պարզ էր։ Մենք պետք է լուսաբանեինք այդ ցույցերը, մենք պետք է հանդիպեինք շարժման առաջամարտիկների հետ, նրանց հետ խոսեինք, նրանց գաղափարները տարածեինք հասարակության շրջանում։ Փաստորեն հետաքրքիրը այն էր, որ մենք կարողանում էինք ամբողջ ժամանակը նվիրել հենց դրսում հրապարակում տեղի ունեցող իրադարձություններին։ Տուն գնալ չկար կարծես։ Գնում էինք, ճաշում էինք, նորից դուրս էինք գալիս հրապարակ, որովհետև ամբողջ ժողովուրդը միայն մի բանի մասին էր խոսում։
ամբողջ ժողովուրդը խոսում էր այն մասին, որ սխալ է եղել այս 70 տարիների պատմությունը, սխալ է գրվել, ու այդ պատմությունը պետք է խմբագրվի, պետք է սրբագրվի։ Տարիների անհաջող փորձերից եւ երկար նախապատրաստական աշխատանքներից հետո Արցախը վերջապես ունեցավ իր հեռուստատեսությունը։ Դա մեծ հաղթանակ էր։ Դուք գիտեք, հեռուստատեսություն հիմնադրելը ինչքան դժվարին process է եղել։ Դեռևս խորհրդային ժամանակահատվածում, խորհրդային տարիներին, ինչքան ղեկավարությունը, մեր մտավորականությունը փորձում էր Արցախում հեռուստատեսություն հիմնադրել, արգելում էին, ադրբեջանական իշխանությունները արգելում էին, որովհետև հեռուստատեսությունը դա հայապահպան կարևոր նշանակություն ունի։ Մեր են մշակութային օջախների նկարահանումները, ռեպորտաժները, այն մեր ասմունքներ ունենք, մեզ բանաստեղծներ ունենք, միայն չի ռադիո, միայն չի նաև հեռուստատեսությամբ, սա մի նոր լսարան է իր մեջ ընդգրկում։ Եվ այդ պահին ամբողջ մարզի բնակչություններ կարողանում դիտել։ Առաջին եթերը Նարինե Աղբալյանի հետ դուրս եկանք Արցախյան մեր ազգային խորհրդանիշից։ Ուշադրություն, ցուցադրում է Ստեփանակերտը, եթերում է մարզային հեռուստատեսության ծրագիրը։ Մեր տոնական հաղորդումը կշարունակենք հեռուստատեսությունը։ Դե իհարկե ուղիղ եթեր հնարավոր չէր, բայց դրանից առաջ փորձնական եթե դուրս եկավ Մարսել Պետրոսյանը, ստուգեցինք տեխնիկական հնարավորությունները, արդյոք խաթարում, խափանում չկա, բայց առաջին պաշտոնական ուղիղ եթերը եղավ 88 թվականի հունիսի 1-ին։ Հիմնականում կադրային բազան համալրվեց ռադիո աշխատողների կողմից, թերթից էլ եկան, բայց քանի որ ռադիոն իր ժանրային տեսակետից ավելի մոտիկ է հեռուստատեսությանը, նպատակահարմար գտան այն ժամանակ, որ հիմնական կադրային բազան համալրեն։ Մենք չէինք իմանում, թե հեռուստատեսությունը ընդհանրապես դա ինչ ժանր է, ինչպիսի աշխատանքներ է, այ կադրից դուրս, թե ինչպիսի հսկայածավալ աշխատանք է կատարում, դա հեռուստադիտողներին հայտնի չէ։ Հայաստանից ընդամենը եկավ գլխավոր օպերատոր, գլխավոր ռեժիսոր, մնացածը մենք ինքներս, մեզ սովորեցրին, նես չի, որ մենք անգիր գիտեինք, թե դա ինչ լրատվամիջոցի ինչպիսի տեսակ է։ Սովորելով, սխալները կարճ ժամանակում շտկելով, մենք կարողացանք ինչ որտեղ անհամեստություն չլինի հասնել պրոֆեսիոնալ մակարդակի ու սկսեցինք աշխատել արդեն Հայաստանի Հանրապետության հետ։ 1988-ի փետրվարի 1-ին ես աշխատանքի եմ անցել Արցախի հեռուստատեսությունում եւ դրանով սկզբնավորվել է նաեւ իմ աշխատանքային գործունեությունը, լրագրողական գործունեությունը։ Այն ժամանակ ուղղակի սյուժեներ էինք պատրաստում, մտածում էինք ռեժիսորի հետ էինք աշխատում, ինչ կարելի է անել, ինչպես պատրաստել, ասենք, сюжен, ինչպես գնալ նկարահանման, դա մի տեսակ սովորելու ժամանակաշրջան էր։ Годы работы на радио в военный период – это самые страшные и вместе с тем самые счастливые годы моей 30-летней радиоработы. Потому что тогда не было света, и, соответственно, не выходили газеты, не работало телевидение, а на радио только выпускались новости. Причем для того, чтобы прочитать эти новости, мы ходили в радиоузел и читали там эти новости. То есть радио было единственным источником информации для населения, а люди в это время ждали в первую очередь сводок с фронта, что там происходит. А это можно было узнать только из новостей радио. մեծ հետաքրքրություն կար Ղարաբաղի հանդեպ եւ իրանք ձգտում էին ինչով կարող էին օգտակար լինեին։ Երևանում ես ծանոթանում եմ Գարունի խմբագրությունում ամերիկահայ բանաստեղծ Վահրամ Խաչյանի հետ, ով նաեւ իմ ստեղծագործություններից տանում է Ամերիկա տպագրելու իհարկե, բայց նաեւ նա ինձ նվիրում է ձայնագրիչ։ Նա տեսնում էր, թե ես ինչպես եմ ձեռքով գրում այդ ամենը, ինչքան այո, այս ձայնագրիչներից երկուսն էլ ինքն է ինձ նվիրել, մեկը փչացավ ինքան շատ է աշխատեցնում, նորից մի հատ էլ բերես, մենք արդեն լավ բարեկամներ էինք դարձել։ Հիմա աշխատում եք այդ հիմա չէ, չեն աշխատում, կասետները ճիշտ է լիքն ապահում են ժամանակներից, այստեղ նաև ինտերվյուներ բան կա, բայց իրանք չեն աշխատում, արդեն հիմա արդեն ավելի ժամանակակից ինքան
բաներ կա սրանք։ Ուրեմն ես ունեի առաջին այստեղ ով որ լրագրողներ գալիս է ով տեսնում էր զարմանում ես ինչ լավ բան է, ինչ լավ բան է, սա ինձ շատ օգնեց, որ ես ավելի արագ աշխատեմ։ Գնում էինք մեր Սմոլնի կոչվածը, այնտեղ գալիս էր նաև Արկադի Մանուչարովը։ Մի օրը ես տուն էի գնում ուշ երեկոյան, այնտեղ հավաքվում էինք, նամակներ էին գրում, ընկերուհիս Նայրան, որ նույնպես լրագրող էր Ամիրջանյան, թարգմանում էր, ես մնում էի իր հետ, որ ինքը մենակ չլինի, օգնում էի հայերենի հարցումներ ռուսերեն, Մոսկվա նամակներ էին ուղարկում, մնում էի իրիկուն ուշ տուն էի գալիս, ես Ալեք Մանուկյան փողոցում էի ապրում։ Այդ մոստով որ պետք է անցնեի, տեսա մի տղա իմ հետևից գալիս էր ու հասկացա, որ ինձ հետ ապնդում է, բարև ձեզ, այդպես շատ կուլտուրական, բարև ձեզ, դե գիտեք, ուզում եմ ձեզ մի բան խնդրեմ, ես տեսնում եմ, ասում որ դուք անդադեց սենյակում եք լինում, որտեղ այդ շարժման ղեկավարները հանդիպում են, ես տեսա նաև որ ձայնագրիչ ունեք, դուք ունեք ձայնագրիչ, կարող եք Արկադի Մանուչարովի խոսքը ձայնագրել։ Ես ասեցի, ինչի համար, դուք ինչ եք առաջարկում ինձ, այդպես ինքը ասեց, ես ձեզ խորհուրդ եմ տալիս, դուք երեխաներ ունեք, լավ կլինի զգույշ մնաք իրանցից, այդպես թե ով էր ուղարկել, ինչ էր ուղարկել, ճիշտն ասած հետագայում այդպես մոտավորապես իմացանք ովքեր էին դրանք, որովհետև որոշ ժամանակ անց ես իհարկե այդ մասին տեղեկացրի Արկադի Մանուչարովին։ Ինքը լսեց, ինձ ասաց, ոչինչ չեն կարող անեն, ինչ ուզում են թող անեն, բայց չանցած մի շաբաթ իրան ձերբակալեցին։ Ժողովուրդը սպասում էին օրվա ցույցերն ու միտինգները, որ պետք է հեռուստատեսությամբ ցույց տալ։ Իսկ սա ավելի քաջալերում ու ավելի շատ էր ոգևորում, որովհետև մեր բնակչության մի հատված էլ, որ գտնվում էին գյուղական միջավայրերում, իրենք չէին մասնակցում, բայց գոնե հեռուստատեսությամբ տեսում էին, չէ Ստեփանակերտում տեղի ունեցող այս անցուդարձը։ Եվ մասնակցում էին լրագրողները, մտնում ենք ժողովրդի հետ ցույցերին, միտինգներին մասնակցում, բայց երեկոյան գալիս հաղորդումները հասցնում պատրաստել։ Ժողովուրդը տեսնում է, որ այս մարդկանց դեմքով ճանաչում է, որ սրանք լրագրողներ են ու ժողովրդի հետ են։ Ոչ միայն մասնակցում էի հանրահավաքներին, այլ ես 3 անգամ ելույթ եմ ունեցել 88-ի աշնանը Մարսկոմը դեռ կար, այդպես մի ագիտ խումբ էին ստեղծել, ես եւ Գարիկը Խաչատրյան պետք է վարեինք այդ միտինգները, որը պետք է անցկացվեր Հայաստանի Հանրապետության Մեղրի քաղաքում։ Մենք գնացինք այնտեղ մի մեծ խմբով, մեզ հետ նաեւ երգիչներ, դերասաններ, այդպես բանաստեղծ Հրանտ Ալեքսանյանն էր մեզ հետ, Մարտունուց կար գրող Քարամյան Սերանը կար։ Եվ ինչ կատարվեց այդ մի շաբաթ, երբ մենք Մեղրում ենք գտնում, միայն Աստծուն է հայտնի, ամբողջ Մեղրեին այրաշրջաններով, իրասաղ գյուղերով մեզ հետ երգում էր Ղարաբաղցի երգը, մի այնպիսի պորտկում, մի այնպիսի շարժում։ Մեր սյուժեներում, մեր ռեպորտաժներում, մեր հարցազրույցներում մենք դրել ենք այն միտքը, որ 88-ը նոր միտք բերեց հայկական իրականության մեջ, նոր գիտակցություն եւ այդ նոր միտքը պետք է դա հետագայում պետք է առաջնորդեր դեպի ազգային ազատագրական պայքարի։ Արցախյան շարժումը դատապարտված էր վերաճել կենաց մահու պայքարին։ Ադրբեջանի կոշտ պատասխանից հետո ոչինչ չէր մնում, քան կռվել հանուն երազանքի, հանուն արդարության եւ ապրելու իրավունքի։ Արցախի նորաթուխ լրագրողները վերադասավորեցին գործունեությունը որպես ռազմական լրագրողներ։ Պատերազմը լուսաբանելը լրագրողական կարիերայի ցանկալի ընթացք չէր կարող ապահովել։ Մեր զենքը տեսախցիկն էր եւ գրիչը, ասում էր Արցախի հեռուստատեսության անգին գանձարանը կերտողներից մեկը, մեր գործընկեր լուսահոգի Վարդգես Բաղարյանը։ Նրա հրատարակած գրքերն ու հեղինակած ֆիլմերը ամփոփում են իր հիշողություններն ու դիտարկումները 1990-ականների թեժ ժամանակների մասին։ Բարեկամներ, Մոնտե Մելքոնյանի լեգենդար Ավոյի հետ մենք սովորաբար հանդիպում ենք ռազմաճակատում, իսկ այսօր նա մեր ստուդիայում է, մեր հյուրն է եւ մեր զրույցը ավելի շատ կընթանա ոչ պատերազմական թեմայի շուրջը։ Եվ այսպես Ավոյի առաջին հարցը, երբ դու մենակ ես մնում ինքդ քեզ հետ, ինչի մասին ես մտածում։ Ընդհանրապես կմտածեմ կորդից մասին, նույն բանի մասին։ Почти год я параллельно служил в армии обороны и работал на радио. То есть 10 дней я был на фронте,
И, возвращаясь 10 дней, готовил и читал новости на радио. Дело в том, что я служил в связи, и сводки оперативные с фронтов именно мы давали. Ко мне приходил экс-президент Аркадий Гукасян, и он брал сводку и потом давал всем средствам массовой информации. Это он делал в 4 часа, а мы выходили в эфир в 6 часов. Я уже так вот, как говорится, используя свои возможности, от 4 до 6 что было хорошего, положим, мы там освободили или взяли какие-то там населенные пункты, я это добавлял в свой радиовыпуск, и поэтому мне все время слушатели говорили, что вот ваша сводка с фронтов отличается от сводки, которую передают армянские новости. Я помню, тогда тоже были веерные отключения, ровно как вот сейчас электричество. Я вот всегда рассказываю этот случай, Седа Ванян проходила, там женщина с тазом и тесто у нее. И соседка спрашивает, а что ты это самое с тестом, куда ты несешься? Она говорит, ну, сказали, вот отключат в такое-то время, отключили в другое. Вот. Говорит, чтобы до обеда там сдохла Седа Ванян, а после обеда Сейран Карапетян, потому что в обед передавал график веерного отключения вот армянский источник, армянские новости, а в 6 часов и армянский, и я. Մինչև Շուշի ազատագրումը մեր հերարձակումները, հերոստատեսային հերարձակումները Շուշից կտրում էին։ Հերարձակիչ կայանը Շուշիում էր գտնվում։ Արդեն Շուշին ազատագրելուց հետո արդեն մի քիչ տեղեկատվական պաշարումը լրիվությամբ գրեթե վերացավ։ 1993 թվականի փետրվար ամիսներ հենց գնացել էինք Ասկերանի, այն ժամանակ Նախիջևանիկի թիվ 3-5 պահակակետեր, թիվ 4 պահակակետերը շտամին Ասկերանից գտնվում էր մի քանի կիլոմետր, ոչ թե կիլոմետր, այլ կարելի ասել շատ ավելի մոտիկ, եւ իրենց դիրքերը դրել էին, խփում էին մերոնց վրա, գնացել ենք նկարահանման։ Նկարահանողը Էդուարդն էր, Գրիգորյան Էդիկը, ինժեներ էր, բայց քանի որ օպերատոր չկար, ծանր ժամանակներ էր, 92 թվականի աշունն էր դա, ծանր ժամանակներ էին, աշխատողների քիչ էին եւ Էդուարդը փաստորեն որպես օպերատոր ինձ հետ եկավ, գնացինք նկարահանման, շատ վտանգավոր էր, ադրբեջանցիները մեզ նկատեցին ու սկսեցին կրակ բացեցին մեր ուղղությամբ, կրակ բացեցին, բարեբախտաբար ոչինչ չպատահեց մեզ, մենք կարողացանք մեր նկարահանումները անել այդ угодությունում եւ դու արդեն զինվորների հետ ճաշելուց հետո կարողացանք վերադառնալ. Вот эти репродукторы висели в каждом подвале. Мы вот когда ходили с дикторами армянскими вот, от телевидения до радиоузла, бомбили в это время. И даже я помню, Милана Милонян говорила, мы как вот сумасшедшие все в подвалах, а мы, как говорится, под бомбежку идем читать новости, потому что ну, люди ждут, что происходит на фронте. Мы ходили в радиоузел, а там садились, значит, на кровать, не было никаких условий, садились на кровать скрипучую. И был микрофон на стойке, его невозможно было включать-выключать, его надо было просто тихо передвигать. То есть армянские новости читает диктор армянский, потом тихо мы передвигаем вот эту стоечку, читаю я, и все, до свидания. Առաջին Արցախյան պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակում կային վարձկաններ չեչեններ էին, Աֆղանստանի մոջահեդներ էին նրանց ասում, վարձկան մոջահեդներ, ընդգրկված էին ադրբեջանական բանակում եւ այնպես է ստացվել, որ նրանց նաեւ մերոնք գերի են վերցրել։ Կոնկրետ ես մի մարդու մասին կարող եմ խոսել, Աֆղանստանից էր նա, անունը Բախտիար։ Ես իմանում եմ, որ նա գտնվում է Շուշիի բանտում, կալանավորված է այդ Բախտիարը, եւ ինձ մոտ այսպեսի մի ցանկություն առաջացավ, անպայման պետք է գնամ հետո խոսեմ այդ վարձկանի հետ, տեսնեմ ինչն է նրանց ստիպել, որ նա զենք է վերցրել մեր ժողովրդի դեմ, չիմանալով որտեղ է Արցախը, ինչ էներգիա ինձ ներկայացնում, ինչ պայքար է սա եւ ոչինչ չիմանալով մեր ժողովրդի մասին։ Ռեպորտաժի։ Այս բանը թերթում էի այն ժամանակ աշխատում եւ որոշել էի անպայման ձայնագրիչս վերցրել էի, բայց հիմա պետք է գնայի ես Շուշիի բանտ, ինչպես պիտի գնայի, ազգային անվտանգության ծառայության թույլտվությունը մի կերպ ստանում եմ, շատ խնդրելուց հետո ստանում եմ նրանց թույլտվությունը, ինձ ուղեկցում են Շուշիի բանտի այդ բանտախուցը ու ես հանդիպում եմ նրա հետ, ես ինչու եմ ուզում այս փոքրիկ էպիզոդը հիշել, որ այդ մարդը
ինչպիսի մեղայականով ինքը ներկայացավ, ինչպես էր ներողություն խնդրում, ասում էր ես սխալ եմ արել, ես ուղղակի փողի համար եմ եկել ձեր դեմ պատերազմի, ես չպիտի դա անեի, եւ մարդկայնորեն մտածեցի, որ իսկապես մեղք է այս մարդը, սա փողի համար սրան տեսնես ինչպես են ներկայացրել մեր պայքարը, մեր ամբողջ ազատամարտը, որ հասկանալով եկել է ուղղակի զենք է վերցրել, գալ հակազդել, գալ կռվել մի ժողովրդի դեմ, որը պատմական արդարության համար է պատերազմում, սա շատ կարևոր է իհարկե, իմ ասենք լրագրողական գործունեության մեջ սա եւս հետաքրքիր էպիզոդ է։ Мне сказали, ты должен записать на аудиокассету полностью от начала до конца, это 90 минут. Воздушная тревога, отбой воздушной тревоги. Говорит, чтобы, типа, вот если в любой момент ночью, днем тебя не вызывали, мы нажимаем на кнопку и идет воздушная тревога, отбой воздушной тревоги. Ну а тогда технических возможностей не было. Я должен был вот в один присест вот с этим, со своим микрофоном записать на репортер воздушная тревога. Воздушная тревога, уже в горле все пересыхает, а остановить нельзя, потому что там невозможно, да, вот как-то на аудиокассету. Անցանք պատերազմի փուլը, Արցախը հաղթականորեն դուրս եկավ այդ պատերազմից, դա մեր հաղթանակն էր։ Հետո արդեն 2002 թվականին Մոսկվայի էքստրեմալ ժուրնալիստիկայի կենտրոնը, էքստրեմալ լրագրության կենտրոնը նախաձեռնեց մի գրքի հրատարակություն, որը այսպիսի անուն ուներ լրագրողները Ղարաբաղյան պատերազմում։ Այստեղ ուրեմն ներկայացված են եւ հայ լրագրողներ Հայաստանի Հանրապետությունից, եւ ադրբեջանցի լրագրողներ, եւ մի հոգի Արցախից։ Այդ ես էի, Ադրբեջանին դա դուր չէր գալիս։ Ինչպես թե գիրք են հրատարակում պատերազմի մասին եւ արցախցի լրագրողը պետք է մասնակցի այդ գրքի ուսուցմանը։ 2 ամիս շարունակ ադրբեջանական կողմը Մոսկվայի հետ փորձում էր խանգարել իմ մասնակցությունը այս գրքի ստեղծմանը, բայց ես պիտի ասեմ, որ այդ էքստրեմալ ժուրնալիստիկայի կենտրոնի տնօրեն Օլեգ Պանֆիլովը շատ կտրուկ արտահայտվեց եւ ադրբեջանական կողմին ասաց, որ դուք սխալվում եք, եթե գտնում եք, որ Արցախը չպիտի հանդես գա, դուք սխալվում եք, որովհետև պետք է հասկանաք այս ժողովրդի պայքարի իմաստը, եւ եթե արցախցի լրագրողուհին պատրաստում է ներկայացնել այս պայքարը, այս հերոսամարտը, դուք իրավունք չունեք խանգարել, եւ թույլ չտվեց, որ նրանք մեկ տող անգամ հանեն այս հոդվածից։ Արցախյան շարժումը վավերագրողների պատգամն ու հորդորը ներկա լրագրողներից եւ բոլոր արցախցիներին մեկն է։ Հավատարիմ մնալ իր պայքարող տեսակին, ամեն մեկս մեր ոլորտում եւ հանուն ընդհանուրի, հանուն ազգայինի։ Այնպիսի տարիներ էին, որ մենք շատ կերազենք, որպեսզի 1988 թվականի հայության մեջ այս միասնությունը, միակամությունը, միաբանությունը մենք ունենանք։ Մենք անցյալից դասեր ունենք քաղելու եւ ճիշտ կողմնորոշվելու ապագայի համար։ Մեր բոլոր լրագրողները, նրանք ովքեր աշխատել են այդ ծանր տարիներին, վտանգում էին իրենց կյանքը հանուն նրա, որ մեր զինվորը զգա, որ թիկունքում ժողովուրդն է, որ այդ ժողովուրդը իր հետ է, որ ինքը իր պայքարը մղում է հանուն այս ժողովրդի գոյատևման, այս հողագոտորի վրա։